Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը, բարև ձեզ Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քարոզարշավը շարունակվում է, Նիկոլը Սյունիքում էր, զարհուրելի հայտարարություններ արեց, չնայած այսօր ապտակել է ստացել քաղաքացիների կողմից, Երևանում է, չգիտեմ որտեղից սկսենք, Շուշի, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, խնդրեմ։ Սյունիքից, ուրեմն ես նայում էի կադրերը, Նիկոլի Սյունիքում էր եւ տեսա թե ինչպես մի հատ կին կամ աղջիկ անհասկանալի տարիքի սենց լեղապատար, սենց վազելով եկավ, սկսեց Նիկոլին շոշափել եւ ասել՝ մի հատ ձեռ տամելի ձեզ, տեսնեմ դուք իրական եք թե չէ, հա, տիկին, իրական է, այն որ հազարամյակների մեջ առաջի անգամ Արցախը չկա, դա էլ է իրական, այն որ Հայաստանի Հանրապետությունից սուվերեն տարածքներ են հանձնված, դա էլ է իրական, այն որ 5000 եւ ավել մեր զինվորներ եռաբլուրում են, դա էլ է իրական, այն որ սեն շոշափում է իր Նիկոլին, որ տենաս իրական է թե չէ, հա, այն որ Նիկոլի պաշտոնավարման տարիների ընթացքում 20000 մարդ քո իսկ Սյունիքից արտագաղթել է, չկա, պակասել է բնակչությունը, դա էլ է իրական, Կապանի բնակչությունը նվազել է 22%-ով, Ագարակի բնակչությունը նվազել է 19%-ով, Մեղրու բնակչությունը նվազել է 16%-ով, Սիսյանինը 12, Գորիսինը 10, Քաջարանինը 7 եւ գյուղերի բնակչությունը նվազել է ուրեմն 10%-ով, այնպես որ սենց շոշափում է իր Նիկոլին, հա, իրական է, եւ այն արհավիրքները, որ դեռ բերելու է Նիկոլի դեպ ինքը պարզ հայտարարում է, ընտրվեցի, սա եմ անելու, այնպիսի բաներ է ասում, որ Ալիևը ընդեղ նստած զարմանում է, ասում է, ես ըլնելով հակահայ, երբևէ այսպիսի օրակարգ անգամ չեմ բերել, ես գիտեք, հասկանում եմ, որ քիչ առաջ դուք էլ ասեցիք Տիկին Թովմասյան, որ կան պաթոլոգիա ունեցող մարդիկ էլի, բայց նույնիսկ պաթոլոգիա, հա, հոգեբանական խեղված ունեցող մարդիկ, լավ չունեք դուք այդքան ինքնապահպանման բնազդ, եթե Նիկոլը նախկինում խաբում էր, չնայած հիմա Էլենորը հաշվեցի 40 անգամ Կապանում գորած, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ հաշվեցի 40 անգամ, եւ նայում եմ այնտեղ տարիքով կանայք կան, ինքը շոյվել է, այն որ ասում է մուլտիկի նման, on zametil тебя մի հատ, ասենք տատի, ասենց հրճվել է, որ Նիկոլը ասում է եւ այդ մեկ մարդը դու ես։ Ես հասկանում եմ, որ ցանկացած հասարակության մեջ ինչ որ մի տոկոս խնդիրներ ունի, հա, բայց լավ, դուք գոնե այդ նվազագույն ինքնապահպանման բնազդը արդյոք չունեք, որ հասկանաք, որտեղ Նիկոլը ասում է, եկա ընտրվեցի, իդեպ ինքը սպառնում է վերցնել սահմանադրական մեծամասնություն, եթե լսեք իր ելույթները, այս որ դուրս է եկել գաստրոլների, ինքը պարզ ասում է, մենք ավելի շատ ձայն պիտի ստանանք, քան 21 թվականին, որովհետև իրան պետք է 65% ձայն, որովհետև այն ինչ որ ինքը ծրագրել է անել, հանրաքվեով հանել անկախության հռչակագիրը, անկլավները, այսպես ասած, որոնց անունը Ալիևը դրել է անկլավ եւ Ալեններ ասեց, Հայաստանի տիրապետության տակ դեռ ադրբեջանական հողեր կան։ Իրանք մոռացել են, որ 21 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը տարբեր հաշվարկներով մինչև 400 կիլոմետր, Freedom House-ը նախորդին իր զեկույցի տարեկան զեկույցի մեջ արձանագրեց, որ Ադրբեջանի կողմից շարունակվում են օկուպացված մնալ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ, Freedom House-ը արձանագրեց, որ իդեպ այդ տարածքները վիճելի տարածքներ չեն, դրանք ՀՀ ինքնիշխան տարածքներ են, սրանք ասում են, մեզ սահմանադրական մեծամասնություն է պետք, որտեղ միայն 65% ստանալու դեպքում սրանք կարող են ինչ ուզենաս անել, բերել անգամ ազգային ժողովով անկախության հռչակագիրը հանել եւ գնալ, բայց ուրեմն ամենազարհուրելի
հայտարարությունը, ուրեմն Նիկոլի հայտարարությունն էր, որ քաղաքացու հարցին ի պատասխան բարձրացավ ամբիոն կապանում եւ սկսեց բղավել, որ ասում եք այդ տարածքները, այդ հողերը, Արցախը մերն է եղել, այդ երբ է մեր է եղել, այդ ինչպես եղավ, որ մերն է եղել, մենք այնտեղ ապրել ենք, որ մերն է եղել, ինչով է մեր է եղել, ոչ միայն մերը չի եղել, այլև այդ տարածքները օգտագործվել են, որ Հայաստանը մերը չլինի, հիշեցնեմ, սա ասել է Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսի 8-ին, հիմա եկեք նայենք նույն Նիկոլ Փաշինյանը պատերազմի են ակտիվ փուլում 20 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ որ արդեն ուրեմն պատերազմը ամենաակտիվ փուլում էր 44 օրյա, BBC-ին տված հարցազրույցում ասում է ուրեմն Արցախը, այո, Հայաստան է, որովհետև այնտեղ բնակչության 82%-ը միշտ եղել են հայեր, իսկ Ադրբեջանը ուզում է, որ այնտեղ այլևս չլինեն հայեր։ Հիմա կապանցի օրիորդ, որ շոշափում է իր Նիկոլին, ասում է մի հատ տենամ դուք իրական եք, թե չէ, բա մի հատ հարցնեիր, որ Նիկոլն է իրական, այն Նիկոլը, որ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, ով BBC-ին տված հարցազրույցում պնդում էր, որ այո, Արցախը Հայաստան է եւ Արցախը հայկական է, որովհետեւ 80% ընդեղ ապրել են հայեր եւ ադրբեջանցիները ուզում են, որ չլինեն հայեր, թե այն Նիկոլը, որ մի քանի օր առաջ ասում էր, այդ հողը մերը չի եղել, երբ ենք մենք ընդեղ ապրել, Նիկոլ, բա այդ 150,000 արցախցիներ ընդե տուրիստ էին, հա? Տուրիստ էին գնացել 23 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ որոշեցին հետ գալ, կամ որ ասում ես ընդեղ մի հատ մանկապարտեզ կառուցվել է, այն որ ասում է Աստված իմ, մի հատ Վալերյան կա տվեք, ուրեմն այն ինչ որ կառուցվել է Արցախում, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, Ստեփանակերտի հիվանդանոցը, որ կառուցել է Սամվել Կարապետյանը, այդ մակարդակի հիվանդանոց հանրապետական, ես եվրոպական քաղաքներում էլ չեմ տեսել, համալսարաններ, բուհեր, ուրեմն մատենադարան, ինչ չի կառուցվել Արցախում, նաև այն մեր հարգարժան սփյուռքահայերի ուրեմն գումարներով, որոնց Ալիևը այսօր համարում է իզգոյ, դու էլ անտեսում ես, որովհետև ես եմ անձամբ Ստրասբուրգում լսել Ալիևին, ով ասեց, մեր հիմնական թշնամին դա հայկական սփյուռքն է եւ հայ առաքելական եկեղեցին է։ Սա ինչ ասեմ էլի, պատկերացնում եք այն արցախցիների վիճակը, որ մարդը կապանում կանգնում ասում է, երբ է եղել Արցախը հայկական, մենք խինդեղ ապրել ենք, բա ովքեր էին ընդեղ ապրում։ Բա ովքեր էին ընդեղ ապրում, արարում, ստեղծում, ծննդաբերում, դպրոց գնում, բուխ գնում, պահում այդ մշակութային արժեքները, անգամ ուրեմն Հադրութի եւ Շուշիի հանձնումից հետո Ստեփանակերտում շարունակվել է ուրեմն բուհերի կառուցում, մանկապարտեզների կառուցում, վերանորոգում, մշակութային օջախների վերանորոգում, անգամ թուրքի մսկիթներ են վերանորոգել այդ պատերազմական այդ շրջանում, դու ասում ես խի այնտեղ հայ է ապրել, բա այդ 150 արցախցիներ ովքեր էին, ուրվականներ էին, հա? Ուրվականներ էին, որ հիմա դու իրանց ձեռը կրակն ես ընկել, չգիտես ինչ անես, ինչևէ ես ամեն անգամ ասում եմ, որ ուրեմն նյարդեր չքայքայենք, որովհետև ի վերջո եթե հասարակության մի հատված, ես շատ երկար եմ որպես լրագրող զբաղվել սուիցիդալ, այսինքն ինքնասպանական հակում ունեցող մարդկանց խնդիրները, հոգեվիճակը վերլուծելով, եթե մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ, ով գլխապատար ուզում է գնալ ինքնասպանության, անիմաստ բան է, մի օր դու կարող ես իր ձեռքը բռնել, մի անգամ կարող ես բացատրել 2-3, ես շատ դաժան պիտի բան ասեմ, ես հաշտվել եմ այն մտքի հետ, որ հասարակության մեջ կա մի սեգմենտ, որը ուզում է գնալ ինքնասպանության, ես անձամբ ձեզ այլևս չեմ խանգարելու, գնացեք ինքնասպանության, իդեպ ես տեսա, որ այստեղ էր առիթ չեղավ սրան անդրադառնալու,
ուրեմն մենք տեսանք, թե իր երկրում ընդամենը 11% վարկանիշ ունեցող Մակրոնը ի դեպ ասեմ, որ Ֆրանսիայի պատմության մեջ այդքան ցածր վարկանիշ մեկ էլ ունեցել է Ֆրանսուଆ Օլանդը 11%, հասկանալի է, չէ, որ Մակրոնը չի վերընտրվելու եւ որպես վերջի քայլ, ուրեմն Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատրյանին, այնտեղ կարծեմ մի երկու հոգու էլ պարգևատրեց Ֆրանսիայի պատվո լեգիոն շքանշանով եւ ես տեսա, թե ուրեմն այս նիկոլական մեդիան որպես սենց Էսինչ դուք պատկերացնում եք ինչ հերոսներ են Վահագն Խաչատրյանը ժողովուրդ ջան վստահաբար չեք հիշում ասեմ ով է մեր սահմանադրությամբ մի հատ կետ կա գրած է Հայաստանի Հանրապետության գլուխը ՀՀ նախագահն է ուրեմն այդ գլխի անունը Վահագն Խաչատրյանը եւ նա նստում է Բաղրամյան փողոցի վրա ուրեմն դրան գիտեմ որ չեք հիշում տվել են պատվո լեգիոնի շքանշան Ես իհարկե հիմա Նապոլեոնը 20 անգամ գերեզմանում շուռ եկա, որտեվ Նապոլեոնն է հիմնել այդ շքանշանը, բայց ինձ հետաքրքրեց էլի, այս Ֆրանսիան, որ այս պատվո լեգիոնի շքանշանը սարքել է Շեմուշկա աչուձախ բաժանում է, էրում է տվել եւ գիտեք, շատ հետաքրքիր փաստեր բացահայտեցի, օրինակ, ուրեմն կար 1976 թվականին Միջին Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ժան Բեդել Բակասան հիմա կասեք հա ինչ այո Բակասային էլ է տվել ուրեմն Ֆրանսիան պատվո լեգիոնի շքանշան հիմա կասեք հա ինչ տվել է բայց գիտեք ով էր Բակասան Հաննիբալ ով մարդ էր ուտում եւ երբ որ Բակասան հեռացվեց իշխանությունից 1979 թվականին նրա դեմ սկսվեց քրեական գործ եւ բացահայտվեց որ Ֆրանսիան պատվո լեգիոնի շքանշան ա տվել մարդակերի Ժան Բեդել Բակասան ապացուցվել է որ մարդակերական անդիմադիրներին սպանում էր մարմինը պահում էր սառնարան հատուկ բանում մաս ուտում էր այո ավելին այդ տարիներին ուրեմն շատ էսպես ակտիվ մի 34-ամյա անդիմադիր կին գործիչ կար նա հետո անհետացավ հետո նրա մարմնամասերը գտան արդեն երբ որ Ժան Բեդել Բակասան հրաժարական էր տվել գտան Ժան Բեդել Բակասայի սառնարանում ահա այսպես Ֆրանսիան կարող է սենց իջացնել իր պլանկան եւ այդպես աչուձախ ուրեմն պատվո լեգիոնի շքանշաններ բաժանել սա էլ էս մասով այնպես որ պետք չի շատ ոգևորվել բայց ես ուզում եմ Տիկին Թոմասյան անդրադառնանք ես նայում եմ որ ինչ որ սենց Արարատ Միրզոյան ըստ էության ասում է թողնենց Պուտինը մեզ հաթաթա չտա, մենք երբ ուզենանք այն ժամանակ էլ ԵԱՏՄ-ից դուրս կգանք, Տիկին Թոմասյանը եւս մեկ անգամ այսպես ինձ երեսով տվեց, որ ես առանձնապես չեմ սիրում Ռուսաստանը, ինչը ես ընդունում եմ, բայց հիմա եկեք իմ անձնական սիմպաթիաները եւ անտիպաթիաները դնենք մի կողմ եւ վերլուծենք, թե ինչ ասեց Ռուսաստանի նախագահը, իսկ Ռուսաստանի նախագահի ասածը շատ լուրջ էր, Ռուսաստանի նախագահը ասեց, որ դուք ժամանակ այլևս չունեք, դրեք հարցը հանրաքվեի եւ շատ արագ որոշեք, անդամակցում եք ԵՄ-ին եւ դրան զուգահեռ դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից, թե ոչ, այսինքն, որ բացատրեմ իր ասածը այն էր, որ հունիսի 7-ին Եթե այս ռեժիմը ընտրվեց, ես եմ, որտեվ ասեց մենք հրավիրելու ենք ԵԱՏՄ-ի նիստ եւ կայացնելու ենք որոշում հունիսի 7-ին, մինչեւ հունիսի 7-ը քանի օր է մնացել, Մարիամ ջան, 20 քանի օր մենք ենք որոշելու եւ հանելու ենք Հայաստանին ԵԱՏՄ-ից։ Հիմա ես հասկանում եմ Տիկին Թոմասյանն խոսեց այդ մասին, ես նայում եմ, ասենք Երևանի կենտրոնում Արաբկիրում տները դարել է Փարիզի եւ Լոնդոնի գներ, սա ուռճացված գներ է, սիրելի հայրենակիցներ, այդ գներով չգնեք բնակարան, ինչու, եւ գիտեք ովքեր են այդ բնակարանները գնում, արդեն ուրեմն Ռուսաստանից այն որ գնում այնտեղ փող են աշխատում, հետո ասում են ռսի սապոկի տակ, այդ ռսի սապոկի տակ փող աշխատածները կենտրոնում, Արաբկիրում, բոլոր տեղերում 20-ից 30 բնակարան են գնում, փակում են, որտեղ լավ հասկանում են, որ
Ռուսաստանը այլևս կատակ չի անում, որ գալու է մի օր եւ իրանց ասելու են բարի ճանապարհ, շատ քաղաքագիր տապահարզան են անելու։ Հիմա այդ մասին շատ ենք խոսել, բայց մի հատ եկեք պատկերացնենք ինչ կլինի մեր տնտեսության հետ, եթե գազը, ինչպես ասեց Լավրովը, ինչպես ասեց Օվերչուկը, $177.5, որ այս պահին սահմանին վաճառվում է Հայաստանին, վաճառվի $600, հասկանում եք, չէ՞, բազմապատկեք 3.5 անգամ ինչքան է գազի փող տալու, հաշվեք, որ ամեն ինչը կապված է գազի հետ, այդ թվում հացի փռերը եւ այլն, եւ առանցատել Երևանը ռեգիոնի Պեկինից, Ստամբուլից, Մոսկվայից, Փարիզից, ամեն ինչից թանկ եւ ոչ ռեգիոնի մայրաքաղաքներից թանկ մայրաքաղաքը, պատկերացրեք, թե այստեղ ոնց է հնարավոր լինելու ապրելու, բայց ես էլի եմ կրկնում, եթե սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը, ապա մենք պարտավոր ենք լինելու հարգել Հայաստանի Հանրապետության ուրեմն քաղաքացիների ընտրությունը։ Նաև ուզում եմ անդրադառնալ ձեր թույլտվությամբ ուրեմն Ալիևի հերթական ուրեմն հայտարարությանը, տեսեք այնքան ցինիկ է, որ ուրեմն հարցազրույց է տալիս եւ ըստ էության հերթական անգամ Եվրոպայի վրա է մատ թափ տալիս, ասում է այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում Ադրբեջան-Հայաստանյան սահմանին։ Ես ասեմ, որ եթե մենք մեկ գրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետ չի մնա, բայց նրանք այնպես են վարում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը։ Այո, ինչ ասում Ալիևը, ղժում է ԵՄ դիտորդների վրա, ասում է մի հատ կրակեմ, սաղդ կմեռնեք։ Ձև մի արեք, թե դուք Հայաստանը պաշտպանում եք մեզանից, որովհետև Ալիևը ասեց, պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչին ուզում ենք այս պահին, մենք Հայաստանից ավելին ուզելիք եւ ստանալիք չունենք։ Պատկերացնում եք, երբ որ այս իշխանությունն ասում է մենք գնում ենք արժանապատիվ խաղաղության, Ալիևն ասում է չէ, դա արժանապատիվ խաղաղություն չի, որտեղ արժանապատիվ խաղաղությունը, սիրելի հայրենակիցներ, լինում է այն դեպքում, երբ որ Ալիևի նախիրը դուրս է գալիս քո սուվերեն տարածքից, ոչ թե ջերմուկի վերևում կանգնած է լինում, բայց Ալիևը ասում է, ես ստացել եմ այն Հայաստանից, Գեղարքունիք, Տավուշ, Սևլիչ, ամեն տեղերից, Խնձորեսկի, ասում է ես ստացել եմ այն, ինչ որ ցանկացել եմ եւ ըստ էության պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռացնի հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին։ Սա ինչ է նշանակելու, սա նշանակելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ամբողջական կլանում։ Եվ իդեպ, բոլոր նրանք, ովքեր նայում եմ տարբեր ԿՊԱ-կաններ ասում են սուտա, տենց բան չկա, ոչ մի 300,000 ադրբեջանցի չի գալու Հայաստան, Նիկոլ, քո ընտանեկան թերթը հայկական ժամանակն էր հրապարակել 300,000 ադրբեջանցիների նամակը քեզ Նիկոլ Փաշինյանին, սուտա, սուտ չի։ Ես եմ պարբերաբար լինում եվրոպական կառույցներում։ Հիմա ես գիտեմ, թե ինչ էր ասելու Տիկին Թովմասյանը, զգում եմ, հիմա որ հեգնում ես, ասենք ասում ես ՀԱՂԹԱՐՇԱ, հիմա որ ուզում ես ասես, այո, կարող է Հայաստանում Բայց մի հատ ասի ՊՂՆՁԱՄՕԼԻԲԴԵՆԱՅ թող ասի։ Հիմա չէ, ստացվի։ Չի ստացվի, բայց ես հիմա ուրիշ առաջարկ ունեմ, որ հեգնում ես շատ տարիներ Հայաստանում չապրած մարդու, ով շատ բան է արել Հայաստանի եւ Արցախի համար, որ կարող է ինչ-որ մի բարում սայթակում թույլ տա։ Ես հիմա առաջարկ ունեմ, բաթլ եմ առաջարկում, Նիկոլ, կարաս հեստես տարերով ասես Արցախը Հայաստան է եւ վերջ ԱՐՑԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԵ եւ ՎԵՌ կարաս ասա
ասա այդ ժամանակ ես քեզ կասեմ բրավո։ Կամաց, իջի տրոլեյբուսից նայ, ասել որ ցանկացածել ես կարծում եմ եւ նաեւ Տիկին Թովմասյանն էլ բացարձակապես տիրապետում ենք հայոց լեզվին, բայց ես էլ կարող է խոսքի ընթացքում ինչ որ մի բառ սխալանել, լեզվական սայթակում լինի, քո պոակներ վերջնի տարածի Նաիրա Զոհրաբյանն այս բառը չգիտի, չէ, առնվազն հայերենում չկա բառ, որ Նաիրա Զոհրաբյանը կամ Անժելա Թովմասյանը չիմանան, բայց յուրաքանչյուրիս հետ էլ կարող է լինել, դա հանցագործություն չի, հանցագործությունը ասա, դա հանցագործություն չի, ասա Ալիև դուրս արի Հայաստանի Հանրապետության սահմաններից, ուզում ես ամբողջական ասա, առանց վանկերի բաժանելու, ասա Ալիև դուրս արի Այսօր քեզ տարածքից, Հայաստանի Հանրապետության տարածքից, ասա։ Այսօր մետրոյում քեզ մի քաղաքացի, որին դու այդ կրծած քարտեզը դայաղ է իր արել, կներեք այդ բարի համար, չէ, այդ մեկը տարածքի մասով։ Այդ քաղաքացին ասելա, որ պահանջի Ալիևից, եթե այդքան լավ ես Ալիևի հետ, ասա, որ մեր տարածքներից, մեր սուվերեն տարածքներից դուրս գա։ Նույն Արարատ Միրզոյանն էր ասում, ինչ 200 կիլոմետր, 400 կիլոմետր են իրանք մեր տարածքներում, դու էիր Նիկոլ Մակի ամբողից ասում։ Արցախը հայկական չի, Հայաստանի Հանրապետությունը հայկական է, դու էլ վերընկած ես այնտեղ։ Դե ասա դուրս արի։ Ասա դուրս արի մեր տարածքից, որ Ալիևը այսքան լկտի եւ ցինիկաբար չկանգնի եւ ասի, որ մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում ենք, ուստի եվրոպացի դիտորդներ, պետք չի մեզ պաշտպանել Հայաստանից եւ որպես ուրեմն ամփոփում Տիկին Թովմասյան, ես դիմում եմ մեր Եթե թող ձեռքիդ ասի Ալիև դու հարբեցող ծաղրացում, դու ես հարբեցող ծաղրացում։ Պատասխանի, ասի հարբեցող ծաղրացում դու ես։ Եվ դիմում եմ մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը հենց նենց հերթական ընտրություն չի։ Եթե լիներ շարքային մի ընտրություն, ես կասեի օքեյ, ում ուզում եք ընտրեք կամ ուզում եք գնացեք, ուզում եք մի գնացեք, բայց հունիսի 7-ին քվեարկվելու է Հայաստան լինում է թե ոչ, շարունակում է մեծ թիվ կազմել ձեր մեջ այն մարդկանց տոկոսը, ովքեր ասում են ես որևէ մեկին չեմ ընտրելու, քո տանը նստելով, չգնալով հունիսի 7-ին, դու ոչ թե որևէ մեկին չես ընտրելու, այլ դու ընտրելու ես Նիկոլին, որովհետև քո քվեն աշխատելու է Նիկոլի օգտին, ուստի անպայման գնացեք ընտրության եւ երկրորդ հորդորս ձեր ձայնը մի տվեք որևէ քաղաքական ուժի, որը ռեալ տեսնում եք եւ արդեն իսկ տեսանելի է, որ չի հաղթահարելու անհրաժեշտ շեմը, որտեղ մեր օրենսդրությունը այնպիսին է, որ եթե օրինակ տակ մի քաղաքական ուժի, որը գիտեք, որ չի հաղթահարելու շեմը, նա չի անցնելու, բայց նրա փոշիացրած ձայների 80%-ը գումարվելու է Նիկոլ Փաշինյանին։ Ես առաջարկում եմ ձայն տալ երրորդին կամ 17-ին, Տիկին Զոհրաբյան առաջարկում է ձայն տալ երրորդին։ Ով է երրորդը։ Սամվել Կարապետյանը։ Ես ինքս այո, ես քվեարկելու եմ, ես չեմ թաքցնում, ես քվեարկելու եմ Սամվել Կարապետյանին, որտեվ ես կարծում եմ պետքա ձայն տալ այն քաղաքական ուժին, որը այսօր ամենամեծ հնարավորությունը ունի այս ռեժիմի ձեռքը բռնելու, չգնալով, ուրեմն դուք ուղղակիորեն այդ ձեր пассивությունը աշխատելու է Նիկոլի օգտին պարզ հաշվարկը արված։ Եթե հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեց 1,400,000 մարդ, ապա հավատացնում եմ ձեզ, այս ռեժիմի վերարտադրությունը չի լինելու։ Եթե մասնակցեց քիչ մարդ, քչի մեջ Նիկոլը ուրեմն ստանալու է առավելագույն քվե, բայց ես էլի եմ կրկնում, դա ձեր ընտրությունն է, ես ոչ պատրաստվում եմ ձեր համար խելագարվել, ես ոչ պատրաստվում եմ իմ նյարդերը քայքայել, ոչ պատրաստվում եմ ամեն օր բացատրել, թե ինչ է լինելու, Նիկոլը ինձանից լավ է դա անում, Նիկոլը էլ չի թաքցնում, Նիկոլը ասում է այո, սա էլ ենք տալու, որտև սենց է պետք, անկախության հռչակագիրը հանելու ենք, երրորդ հանրապետությունը այս թերմացքը, ինչ երրորդ հանրապետություն, լինելու է չորրորդ, այո, Ռուսաստանի հետ հարաբերությունները այսպիսին է լինելու, ինքը մեզանից լավ, ընդդիմությունից լավ, ասում է ինչ է անելու, հիմա եթե այն, ինչ որ առաջարկում է Նիկոլը, ձեզ համար օքեյ է, ծափահարում եմ, ես բան չունեմ ասելու, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։